Գրքի Երևանյան միջազգային փառատոնը գալիս է Կապան։ Հոկտեմբերի 4-ին կեսօրից մինչև երեկոյան 20:00 Կապանի մշակույթի կենտրոնում սպասվում է գրքի տոնավաճառ բացառիկ զեղչերով։ Հանդիպում գրողների հետ, միջոցառումներ տարբեր տարիքի եւ մասնագիտությունների մարդկանց համար, ստենդափ, իսկ օրն ամփոփվելու է լավելի երաժշտական խմբի համերգով։ Գրքի փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնի Կապան այցի մեկնարկը կտրվի Կապան պատկերագրքի շնորհանդեսով։ Եռալեզու գրքի առանձին բաժիններում տեղ են գտել քաղաքի պատմաճարտարապետական, մշակութային հարուստ ժառանգությունը, կրթական, մշակութային եւ մարզական կյանքը, ինչպես նաեւ զբոսաշրջային գրավչություններն ու բնության գեղատեսիլ պատկերները։ Փառատոնն ամենամեծն է գրահրատարակչական ոլորտում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությամբ գրքի փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունն ու այցելում մարզեր։ Սեպտեմբերին Երևանում կայացած գրքատոնն ունեցել է 40,000-ից ավելի այցելու, 18,000-ից ավելի վաճառված գիրք, տասնյակ գրողներ արտերկրից, գրական միջոցառումներ։ Ստանում եմ, որ օգնեմ, բերանից սպիտակ լորձ է հոսում, սպիտակը հոսում է նրա մեջ, անցնելով։ Փառատոնի հիմնադիրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը Կապանի համայնքապետարանը։ Փառատոնն իրականացնում են գրականության եւ արվեստի թանգարանն ու գրքի փառատոն կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Հիշոցներս կյանքի հասցեին եւ որպես փրկող մեզ նպատակ